Ողջույն սիրելի հայրենակիցներ, հեռավար կապով ես շարունակում եմ Հայք Նյուզի եթերից հարցազրույցները տարբեր թեմաների շուրջ եւ այսօր ես հարցազրույցի եմ հրավիրել Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովին։ Ողջույն, պարոն Ավանեսով, եւ շնորհակալ եմ այս ձևաչափով հրավերս ընդունելու համար։ Բարոյձեզ, շնորհակալություն հրավերի համար։ 2020 թվական 44-օրյա պատերազմ, այս օրերին պատերազմը ընթանում էր մեր հայրենիքում, մեր փոքրիկ Արցախում, Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը եւ ես կուզեմ այսօր մենք անդրադառնանք մշակութային այն ավերին, որ 44-օրյա պատերազմի ընթացքից սկսած եւ առ այսօր շարունակում է իրականացնել մշակութային ցեղասպանության, կարելի ասել հարցում արդեն վարպետացած հարևան թշնամի պետություն Ադրբեջանը։ Հենց այս օրը 2020 թվական հոկտեմբերի 8 Ադրբեջանը տարբեր ուղղություններով եւ հրթիռակոծեց հստակ թիրախավորմամբ հրթիռակոծեց մեր Շուշիի ամենափրկիչ Սուրբ եկեղեցին Ղազանչեցոց ամենափրկիչը։ Ես կուզենամ հենց այս զարուրելի փաստին մենք անդրադառնանք եւ ուրեմն հետեւյալ շեշտադրմամբ, որովհետև Ադրբեջանը երբեմն փորձում է արդարանալ, մենք պետք է արձանագրենք, որ դա տեղի է ունեցել միտումնավոր, հստակ թիրախավորվել է հայկական հոգևոր մշակութային կենտրոնը։ Լսում ենք ձեզ Հովիկ, ինչ կպատմեք, ինչ կարձանագրեք 5 տարի առաջ տեղի ունեցածից, խնդրեմ, լսում ենք ձեզ։ Այն որ այստեղ ոչ մի պատահականություն չկա եւ Ադրբեջանի հերթական կեղծիքն է, թե իբր պատահական է իրենց զինված ուժերի թիրախում հայտնել Սուրբ ամենափրկիչ եկեղեցին, իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Հիմա կբարձրաբանեմ ինչ մասն է խոսքը։ Նախ կիրառվել է ճշգրիտ զենքեր, մեկ օրում նույն հուշարձանը 2 անգամ թիրախավորել, իսկ 2 անգամ պատահական չեն թիրախավորում, ընդ որում երկրորդ թիրախավորման հատվածը եղել է նույն այն հատվածը գմբեթի, որով թիրախավորվել էր առաջին անգամ։ Բացի այդ, հաշվի առնելով, որ ամբողջ պատերազմի ընթացքում Ադրբեջանի օկուպացիոն ստորաբաժանումները ոչ միայն հարվածային, այլ նաև հետախուզական տարբեր դրամաչափի անօդաչու թռչող սարքեր էին օգտագործում, որոնք տարբեր տարածքներ տեսանկարահանում են եւ կոորդինատներ են փոխանցում կառավարման կետերին։ Սա եւս խոսում է այն մասին, որ իսպար բացառվում է այն հանգամանքը, որ պատահականության սկզբունք ասած այսպես ասած։ Եվ մի շատ կարևոր հանգամանք եւս պետք է նշենք, որ Սուրբ ամենափրկիչ եկեղեցու մերձակայքում որևէ ռազմական նշանակության օբյեկտ գոյություն չունի։ Ամբողջ մերձակայքը բացառապես քաղաքացիական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ են, բնակելի շենքեր, պետական այլ նշանակության շինություններ, բացառապես։ Եվ պետք է նշենք մի կարևոր հանգամանք եւս, որ Սուրբ ամենափրկիչ եկեղեցում Շուշի բնակիչները եւս պատասխանվում էին ադրբեջանական այդ հրթիռակոծության հետևանքներից։ Այսինքն սա խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմի նպատակը եղել է ոչ միայն եկեղեցու թիրախավորումը, այլ այնտեղ բնակող գտնվող խաղ բնակչությանը եւս թիրախավորելը։ Ավելին, երկրորդ հարվածի ժամանակ տարածքում արդեն եղել են միջազգային լրատվամիջոցի ներկայացուցիչներ։ Այո։ Ընդ որում այդ երկրորդ հարվածի ժամանակ վիրավորում են ստացել այդ միջազգային լրատվամիջոցի ներկայացուցիչները։ Երկրորդ հարվածի պահը ֆիքսվել է միջազգային լրատվամիջոցի ներկայացուցիչների կողմից եւս։ Սա եւս բացառում է պատահականության սկզբունքը։
Եվ մի կարևոր փաստի ևս անդրադառնանք, որ ադրբեջանական կողմը նպատակ ուներ իսպար հողին հավասարեցնելու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որպես հայկական մշակույթի, հայկական ինքնության վառ օրինակներից մեկը։ Դա ադրբեջանական ձեռագիրն է եւ նմանատիպ փաստեր մենք տասնյակից ավելին ունենք, ընդ որում նույն քաղաքականությունն է վարվել հայկական եկեղեցիների նկատմամբ, ինչ վարվել է 90-ական թվականներին։ Պետք է հիշեցնենք նաև մեր հեռուստադիտողներին այն հանգամանքը, որ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ադրբեջանական վանդալիզմի թիրախում հայտնվել է բազմաթիվ անգամ։ Դերևս 1920 թվականի մարտի 23-ին Շուշիում հայերի ցեղասպանության ժամանակահատվածում Սուրբ Ամենափրկիչի եղած թիրախավորում։ Հետագայում մինչև 92 թվականի մայիսի ազատագրումը Շուշիի ծառայել էր որպես գրադ կայանքի համար նախատեսած արկերի պահեստի, որտեղից է որ Ստեփանակերտի թիրախավորում։ Իսկ արդեն 20 թվականի պատերազմի ընթացքում երկու անգամ թիրախավորել։ Մինչ այդ եկեղեցին ներկայացնում էին մեկ որպես ռուս ուղղափառ եկեղեցի, մեկ որպես աղվանական եկեղեցի, ինչը իրականության հետ որևէ աղերս չունի, եկեղեցին տիպիկ հայկական եկեղեցի է իր ճարտարապետական ոճով եւ իր ամբողջ էությամբ։ Իրեւ այստեղ մի կարճ, եթե կարելի է պատմական ակնարկ, երբ է ստեղծվել եկեղեցին, եկեք դրան անդրադառնանք, որպեսզի նման հաղորդումների միջոցով մենք փորձենք այդ տեղեկատվական ահռելի հոսքը, որ գալիս է ադրբեջանական կողմից, երբեմն հովիկ ինձ թվում է, որ մենք անհրաժեշտ չափով չենք կարողանում հակազդել։ Իրենք այսօր ամբողջությամբ մեր մշակութային արժեքները վերագրում են կամ աղվանական են համարում, կամ մուսուլմանական են համարում, կամ ինչպես ասեցիք ռուսական, կամ երբեմն վրացական, ուդիներին են անգամ մեջտեղ բերել։ Սա զարուրելի է եւ խիստ ցավալի է եւ բացի այդ զգացմունքային, եթե ֆոնը մի կողմ դնենք, մենք պետք է մեր արժեքներին տեր կանգնենք։ Արդյոք անում ենք անհրաժեշտը մեր արժեքներին տեր կանգնելու համար եւ պատմականության առումով կխնդրեմ այս պահին մի քանի փաստային բերեք, որից հետո կշարունակենք նորմերի, միջազգային նորմերի խախտմանն անդրադառնալ։ Խնդրեմ։ Պետք է նշենք, որ տարբեր աղբյուրներում եւ առանձին Շուշիի նվիրված ուսումնասիրություններում եւ տարբեր ճանապարհորդների եւ այլ հետազոտողների հրապարակումներում տարբեր ժամանակահատվածների, այդ թվում նաեւ 1800-ական թվականների հրապարակած աշխատություններում, այդ թվում նաեւ 1840-ական թվականների բացի այդտեղ նշվում է, որ դեռևս 1821 թվականին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածքում փայտաշեն կառույց գոյություն է ունեցել։ Որպես եկեղեցի, այսինքն շեշտենք, հա, պարոն Ավանեսը, որպես եկեղեցի արդեն եղել է։ Նրա մասին, որ եկեղեցու պատմությունը Սուրբ Ամենափրկիչի պետք է մենք դիտարկենք 1821 թվականից սկսած։ Հաշվի առնելով, որ նրա տեղը փայտաշեն եկեղեցի է կառուցվել։ Այնուհետև սկզբնաղբյուրների վկայության համաձայն սկսվել է փայտաշեն եկեղեցիների փոխակերպումը քարե կառույցների, իսկ նոր եկեղեցու կառուցման գաղափարը, քանի որ ըստ երևույթին անգամ որոշակի վնասվածքներ է առաջացել փայտաշենին փոխարինած քարաշեն կառույցին, առաջացել է արդեն 1860-ական թվականներին եւ քաղաքային խորհուրդը եւ այն ճարտարապետներին պատվիրակված էր կառուցել, տարբեր նախագծեր ներկայացրեցին եւ հետաքրքիր մի դրվագ կա, որի մասին նաեւ Մոնումենտ ոչի ակադեմիական անկախարտակում դրա մասին եւս հրապարակված է Շուշիին նվիրված տասնյակ հետազոտություններում հեղինակները անդրադառնում են, որ
Եվ հոգևորականները եւ Շուշիի բնակիչները ցանկություն ունեին, որ նոր կառուցվող եկեղեցին նման լինի անի միջնադարյան ճարտարապետական ոճին։ Այո։ Թե ինչքանով է ներկայացված քննարկված նախագծերը իրական կառուցված եկեղեցու հետ համապատասխանեցվել, ցավոք սրտի հայտարարագծերը ամբողջովին պահպանված չեն, բայց դա չի նշանակում, որ այդ եկեղեցին հայկական չէ։ Այդ եկեղեցին, ինչպես նշել ենք, հայկական է, հայկական ճարտարապետական ոճով կառուցված։ Եվ այն ձգտումը, այն նպատակը հոգևորականների եւ հավատացյալ ժողովրդի մեր հայրենակիցների այն ժամանակում նպատակը, որ եկեղեցին անպայման պետք է ունենա նմանություն կամ որոշակի տարեր պարունակի անին միջնադարյան ճարտարապետության հետ։ Սա խոսում է այն մասին, որ ժամանակահատվածի եւ հոգևորականները եւ ճարտարապետները, նախագծի հեղինակները քաջածանոթ էին անի միջնադարյան ճարտարապետական դպրոցին եւս։ Իսկ անի միջնադարյան ճարտարապետական դպրոցը դա հայկական մշակութային ժառանգության գանձարանը կարող ենք համարել։ Այո։ Սա եւս փաստում է այն մասին, որ այն պնդումները, թե եկեղեցին իբր ռուսական է կամ աղոնական է, ոչ մի պատմական փաստերի քննությանը չի դիմանում, որտեղ բոլոր աղբյուրները դրա մասին են խոսում, ընդ որում նաև օտարերկրյա ճանապարհորդները, ովքեր որ նաև Շուշիում եղել են, եւս փաստում են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հայկական լինելու անկամքը։ Այո։ Այսինքն մենք ունենք ահռելի փաստեր, հսկայական աղբյուրներ եւ ամեն անգամ մենք պետք է առիթը գտնենք պարզապես խոսելու, ներկայացնելու մեր հարստությունները, մեր հոգևոր մշակութային արժեքները, ներկայացնելու դրանց հայկականությունը, որովհետև ինչպես ասացի, Ադրբեջանը ահռելի տեղեկատվական քարոզչություն է սկսել աշխարհով մեկ, քարոզելով, թե այդտեղ բացարձակապես չկա հայկականություն, Արցախում վերացնում է ուղղակի ամեն ինչ, այնինչ կապված է բնիկ հայության հետ։ Ես այստեղ հիմա եկեք անդրադառնանք 44-օրյա պատերազմի ընթացքում այդ տեղի ունեցած ավերին եւ մասնավորաբար կառաջարկեմ պարոն Ավանեսով խոսել այն մասին, որ Ադրբեջանը թիրախավորելով մշակութային մեր արժեքները ուղղակիորեն խախտել է միջազգային բազմաթիվ նորմեր, բազմաթիվ պայմանավորվածություններ։ Կխնդրեմ դրանցից մեկ-երկուսին անդրադառնաք, Հաագան, երևի Ժնևյան կոնվենցիա, մեկ-երկուսին անդրադարձեք, որ ինչ խախտումների մասին է խոսքը միջազգային տեսանկյունից, խնդրեմ։ Նախ մենք պետք է դիտարկենք մի կարևոր փաստ, որ պատերազմը ոչ թե տևել է 44 օր, այլ ավելին, հաշվի առնելով, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդի կորուստը եղավ եւ նմանատիպ այլ փաստեր եղան։ Ինչ վերաբերվում է միջազգային իրավական տեսանկյունից, Ձեր ձայնը կտրվեց։ ոչ միայն սովորական վանդալիզմի դեպք է կամ մշակութային ցեղասպանության բաղադրիչ, այլ պատերազմական հանցագործություն, որը համապատասխանում է միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը, որը հայտնի է Հռոմի ստատուտանունով, որտեղ 8-րդ հոդվածի համապատասխան կետերում աննասն նշվում է, թե ինչն է որակում պատերազմական հանցագործությունը։ Խախտվում է Ժնևի կոնվենցիայի եւ իր լրացուցիչ արտոնագրություններում արտոնագրված դրույթները, հատկապես պատերազմական իրավիճակում մշակութային ժառանգության հետ կապված թիրախավորման տարբերակման դեպքերը եւ այլն։ Խախտում է Հագայի կոնվենցիաները եւ նմանատիպ կոնվենցիաներ տասնյակից ավելին են։ Նաեւ ոչ միայն թիրախավորման հետ կապված,
այլ նաև եկեղեցու իսկության խեղաթյուրման, ամբողջականության ձևափոխման հետ կապված եւս բազմաթիվ կոնվենցիաներ կան, փաստաթղթեր կան, այսինքն Նարայի փաստաթղթով հստակ նշվում է, որ արգելվում է հուշարձանների իսկության խեղաթյուրումը, ամբողջականության ձևափոխումը, որը եւս հանցագործության տեսակ է իր մեջ ներառում։ Եվ պետք է նշենք, որ նախադեպ կա, երբ որ հուշարձանների ոչնչացումը համարվել է քրեական որպես ռազմական հանցագործություն, իհարկե նախադեպը անհատի հետ կապված է, բայց դա չի նշանակում, որ դա պրոյեկտել հնարավոր չէ Ադրբեջանի պարագայում եւս, որի հետ կապված միջազգային քրեական դատարանը ունի որոշում, խոսքը Մալի հուշարձանների ոչնչացման հետ է կապված, որի հետ կապված միջազգային քրեական դատարանը որոշում է կայացրել, որ այդ հուշարձանների ոչնչացումը համարվում է պատերազմական հանցագործություն։ Սա խոսում է այն մասին, որ այնինչ արել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի իշխանությունները, դա նաև խաղաղ պայմաններում եղած, դա համարվում է ռազմական հանցագործություն։ Բացի այդ, Ադրբեջանը ոչ միայն պարտավորություն ուներ հետևելու միջազգային բոլոր այն կոնվենցիաներին, որոնք ամրագրում են պատերազմի ընթացքում մշակութային արժեքների պահպանության դրույթները, այլ նաև օկուպացված բնակավայրերի տարածքների հետ կապված միջազգային կոնվենցիաներում եւ փաստաթղթերում եւս հստակորեն արձանագրված է, որ տվյալ տարածքներում գտնվող հուշարձանների մշակութային արժեքները պետք է պահպանվեն անխաթար ձևով, այսինքն չպետք է ձևախեղդի իրենց իսկությունը, իրենց ամբողջականությունը։ Ոչ պատմությունը պետք է խեղաթյուրվի տվյալ հուշարձանի, ոչ առավել եւս դրա ճարտարապետական տեսքը խեղաթյուրի։ Իսկ այնինչ 2021 թվականից սկսած Ադրբեջանը անում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նկատմամբ ներկայացնելով, որ իբր վերականգնման աշխատանքներ է իրականացնում, դա իրականության հետ որևէ աղերս չունի։ Կեղծ վերականգնողական աշխատանքների անվան պատրվակի տակ ոչնչացվել է եւ խեղաթյուրվել է եկեղեցու հայկական դիմագիծ։ Մինչև վերականգնմանը, ներողություն, պարոն Ավանեսով, մինչև վերականգնման փուլին անդրադառնալը, ես կուզեի հետևյալին նախ անդրադառնալ, տեսեք, եւ Հայաստանը եւ Ադրբեջանը անդամակցում են եւ զինված բախումների ժամանակ մշակութային ժառանգության պահպանության միջազգային գործող բազմաթիվ կոնվենցիաների, պայմանագրերի, չէ, անդամակցում են եւ այստեղ ասում է հետևյալը, որ Արցախը լինելով չճանաչված պետականություն, պետություն, հանրապետություն չի եղել միացած այդ կոնվենցիաներին եւ սա կարծես թե բացում է Ադրբեջանի ձեռքերը։ Կա նման բան, անկախ նրանից տվյալ տարածքը, տվյալ չճանաչված պետությունը, հանրապետությունը միացել է թե չի միացել, իրավունք ուներ Ադրբեջանը նման գործողություններ իրականացնել Արցախում պատերազմական իրավիճակների անվան տակ։ Թեպետ դուք որոշակի արդեն անդրադարձաք օկուպացված տարածքների դեմ իրականացվող անթույլատրելիությանը նման գործողությունների, բայց կխնդրեմ սա ավելի հստակեցնենք, որովհետև հաճախ բերվում է այդ օրինակը Ադրբեջանը դե արել է, այսինքն դրանով արդարացնում են Ադրբեջանի կատարած մշակութային ցեղասպանությունը, պատերազմական հանցագործությունը։ Խնդրեմ։ Դա ոչ մի կերպ չի արդարացում Ադրբեջանի վարած քաղաքականությունը։ Անկախ նրանից Արցախը միացել է կոնվենցիային անգամ, կոնվենցիաներին անգամ որպես լինելով չճանաչված պետություն դրա մասին հայտարարություն տարածելով կամ դրա մասին ազգային ժողովի համապատասխան օրենքներ ընդունելով թե ոչ, Ադրբեջանը կրում է պատասխանատվություն իր
զինված ուժերի կողմից իրականացված հանցագործությունների համար։ Այո։ Եթե թիրախավորվել է եկեղեցի հուշարձան, ամենևին կապ չունի, խոսքը Սուրբ Ամենափրկիչի մասին է, թե այլ հուշարձանների, պետք է նշենք, որ նույն պատերազմի ընթացքում 20 թվականի Ստեփանակերտի թիրախավորման ժամանակ որոշակիորեն վնասվել էր Ստեփան Շահումյանի արձանը, որը օկուպացիայից հետո ոչնչացրեցին Արցախի ամբողջական։ Մարտունիում վնասվել էր Մոնտե Մելքոնյանի հուշարձանի պատվանդան։ Սրանք միջազգային իրավունքի օգտագույն խախտումներ են։ Եվ այն կոնվենցիաներին, որին միացել է Ադրբեջանը, հատկապես զինված բախումների ժամանակ կամ միջազգային կամ ոչ միջազգային հակամարտությունների իրողությունների պայմաններում կլինի, ինքը կրում է դրա պատասխանատվությունը։ Քանի որ ինքը լինելով տվյալ կոնվենցիայի կողմ, ստորագրած կողմ եւ որը վավերացվել է, ինքը խախտում է այդ կոնվենցիաները։ Ավելին, այս ամենը պատերազմական հանցագործություն է, քրեական հանցագործություն է, ոչ միայն միջազգային իրավունքի տեսանկյունից, այլ եթե դիտարկենք Ադրբեջանի գործող քրեական օրենսգիրքը, Ադրբեջանի ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ իրենց ենթակաները համարվում են քրեական հանցագործություն։ Այսինքն մի կողմից միջազգային համապատասխան կոնվենցիաներն է խախտել, այդ հնարի իր կողմից միացված եւ ստորագրված։ Այլ նաեւ խախտել է հենց Ադրբեջանը իր իսկ կողմից ձևակերպված ձևավորած քրեական օրենսգիրքը։ Սրա մասին եւս մենք պետք է խոսենք, տալով, որ Ադրբեջանի ոչ մի արդարացում չկա, թե այն տարածքը, որտեղ որ գտնվում է տվյալ հուշարձանը, ինչ կարգավիճակում է, համարվում էր կոնվենցիաների կողմ, չի համարվում կոնվենցիաների կողմ, թե նման միջադեպը տեղի ունեցել պատերազմի ընթացքում, թե խաղաղ պայմաններում, այնուամենայնիվ դրանք որակվում են որպես հանցագործություններ եւ դրա համար կան համապատասխան պատժամիջոցի մեխանիզմներ։ Շատ լավ, հիմա մենք դեռ մեկ հարցից հետո կանդրադառնանք, թե մենք ինչ ենք անում, որպեսզի այդ պատժամիջոցները կյանքի կոչվեն, բայց մինչ այդ եկեք արձանագրենք հաջորդ նրա Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող հանցագործությունը պատերազմից հետո, պատերազմի ժամանակ առիթը օգտագործելով թիրախավորեցին մեր մշակութային կենտրոնները, մեր հոգևոր եկեղեցիները, հոգևոր կենտրոնները, մենք այսօր քննարկում ենք խնդիրը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հետ կապված, եկեք տեսնենք, թե ինչ կատարվեց պատերազմից հետո, հա, պարոն Ավանեսով, անունը դրեցին, թե պատմական տեսքն են վերականգնում, իրականում մենք ինչ տեսանք, մի 2 տարի առաջ, հա, երևի սկսվեց, որոշ տեղերում տեսնում եմ 2024-ից, իբր հայտարարել են պատմական տեսքի բերելու մասին, բայց ամբողջությամբ հուշարձանի, ավելի ճիշտ եկեղեցու վրա արկա այդ գեղեցիկ պատկերները, հայկականության դրսևորումներ, խաչեր, ամեն ինչ, հրեշտակների արձանները, ամեն ինչ քանդված ավերված է եւ մի զարուհի պատկերով մեզ ներկայացավ մեր Սուրբ Ամենափրկիչը գմփեթի ոչնչացմամբ։ Ես կխնդրեմ այս տեսանկյունից, այսինքն անունը դրեցին իբր պատմական տեսքի վերականգնում, այստեղ էլ եւս կատարեցին միջազգային նորմերով հերթական հանցագործությունը։ Խնդրեմ սրան անդրադարձեք, ինչ իրավիճակում է այսօր մեր եկեղեցին։ Տարբեր ընդհատումներով կրային ձևաչափով կեղծ վերականգնման աշխատանքները սկսվել է 2021 թվականին։ Մինչ այդ կեղծ վերականգնման աշխատանքները սկսել է, պետք է նշենք, որ այլ տիպի հանցագործություններ եւս իրականացրել է Ադրբեջանի իշխանությունները, հատկապես զինվորականները, որ օկուպացրեցին Շուշին, եկեղեցու պատերի վրա հայտնվեցին ադրբեջաներեն գրություններ, հայտնվեցին Ադրբեջանի դրոշը,
որը եւս եկեղեցու տեսքի փոփոխություն է համարվում եւ վանդալիզմի դեպք է համարվում։ Այդ ամբողջ ընթացքում թիրախավորումից հետո արդեն բնակավարի բռնազարդումից անմիջապես հետո եւ մինչեւ այսօրին ժամանակահատվածը ամբողջովին այն մասնիկները, ծետարները եկեղեցու ոչնչացված են։ Տարբեր եւ գրությունների մասին է խոսքը, եւ քանդակների մասին է խոսքը, այսինքն եթե կարճ ձևակերպենք, այդ կերտ վերական անվան տակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը եկեղեցուց ճնճել է ամբողջ հայկական հետքը, ձևափոխելով, ձևախեղելով այն։ Խաչակիր Քրիստոսի պատկերաքանդակ կար, չէ՞, դա եւս ոչնչացված է։ Այո, դա եւս ոչնչացվել է։ Այո։ Եվ դրան զուգահեռ ոչնչացվել է նաեւ եկեղեցի տարածքը շրջապատող ցանկապատը, որի տարածքի վրա եւս եկեղեցու հրեշտակների նման հրեշտակներ կային պատկերված։ Ոչնչացվել է եկեղեցու բակում տեղադրված խաչքարը եւս։ Այսինքն սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն կեղծ վերականգնման անվան տակ ձևախեղեցին եկեղեցու ճարտարապետական ոճը, այլ էականորեն խախտվեց եկեղեցու պատմական լանդշաֆտը եւս։ Այսինքն ոչնչացնելով իր հարակից այդ նշվածս տարերը եւս, որը եկեղեցու պատմական լանդշաֆտի բաղադրիչ մասն է հանդիսանում։ Ինչպես նշեցի, Նարայի փաստաթղթում հստակորեն նշվում է, որ արգելվում է հուշարձանների ձևախեղումն իրենց պատմական տեսքից զրկելը։ Կա վերականգնման գիտական չափանիշ, երբ որ վերականգնում են պատմական հուշարձանը։ Վերականգնելու պարագայում այդ հուշարձանը պետք է ստանա նախնական տեսք, ինչ ուներ մինչ թիրախավորում։ Եվ մի շատ կարևոր հանգամանքի մասին էլ անդրադառնամ միջավայր։ Եկեղեցու երկու անգամյա թիրախավորումից հետո հայ երիտասարդները կազմակերպեցին այդ թիրախավորման հետևանքով այդ գմբեթի քայլը եւ այլն, երբ որ թափվել են եկեղեցու ներսում, որոշակի մաքրման աշխատանք։ Ընդ որում անգամ այդ թիրախավորումից հետո էլ եկեղեցում եւս հարսանեկան արարողություն եւս կատարվեց, ինչը իր խորհրդանիշը եւ կարեւորություն եւս ունի։ Եվ մենք հուշարձանի եկեղեցու մասին, հատկապես ուսումնասիրչի մասին խոսելու ժամանակ ոչ միայն պետք է խոսենք վանդալիզմի դեպքերի մասին, թիրախավորման այդ գործընթացի խեղաթյուրման նաև տեսքի հետ կապված, այլ նաև այս կարևոր երևույթներին եւս, որ անգամ այդ ժամանակահատվածում այդ կապը եկեղեցու նկատմամբ այդ ավանդույթները, որ ված էր տարիներ շարունակ, եւս պահպանվեց։ Եվ Ադրբեջանի նպատակը թիրախավորելով, ոչնչացնելով մեր մշակութային ժառանգությունը, նպատակներից մեկը հենց կայանում է նաեւ դրանում ոչ միայն հայկական հետքը ոչնչացնել, այլ նաեւ այն արարողակարգերը, այն ավանդույթները ձևավորված, որոնք կապված էին այս կամ այն սրբավայրերի հետ, եւս բնականաբար ոչնչացվի եւ դրանով իսկ ոչ միայն ֆիզիկական հարված հասցվի, այլ նաեւ հոգեբանական եւս, որը հոգեբանական, այսպես ասած, ահաբեկչության մեխանիզմներից մեկն է հանդիսանում։ Ես ուզում եմ այստեղ մի կարճ հիշել, ուղղակի մեր եթերաժամանակը շուտով կսպառվի, հիշենք Լևոն Հայրապետյանի կողմից իրականացվածը, հիշում եք տարիներ առաջ, 10 տարի առաջ էր եւ ավելի, որ Սուրբ Ղազանչեցոցում տեղի ունեցավ բազմաթիվ արցախահայերի, մեր հայրենիների ամուսնությունը,
այդ արարողությունը, որ ցնցել էր ամբողջ աշխարհը, եւ հայության համար շատ կարեւոր էր հենց այդ ոգու հաղթանակի այդ սեփական երկրում երկիրը ամրացնելու, այդ բոլոր առումներով հենց այո, ճիշտ եք նկատում, սա եւս հոգեբանական պատերազմ է, որ մղում է մեր դեմ Ադրբեջանը, մեր այդ ոգին, հաղթանակի ոգին, մեր ավանդույթները, որ ուղղակիորեն կապված են մեր եկեղեցու հետ նաև ոչնչացնելու նպատակ կա։ Եվ հիմա, պարոն Ավանեսը, որպես մեր հարցազրույցի ավարտ, մեզ մի քանի րոպե ժամանակ կա դեռ, կխնդրեմ հետևյալին, ամբողջ հարցազրույցի ընթացքում եւ ես էի շեշտում իմ հարցերի մեջ եւ դուք ներկայացնում եք բազմաթիվ կոնվենցիաներ, հղում եք տալիս, որոնց համաձայն Ադրբեջանը իրականացնում է մշակութային ցեղասպանություն, պատերազմական հանցագործություն, հոգեբանական հանցագործություն, իրենց օրենքներով քրեական հանցագործություն, հիմա ես ուզում եմ հասկանալ մենք ինչ ենք անում, որպեսզի արդեն իսկ օրենքներով արկա այդ բոլոր ամեն ինչից կարողանանք օգտվել։ Այսինքն օրենքների միջոցով, որոնք արկա են, կարողանանք պատժել հանցագործ Ադրբեջանին։ Ինչ ենք մենք անում։ Պարոն Ավանեսյան, այստեղ է, որ մենք ցավում եմ, բայց ես չեմ տեսնում աշխատանք։ Իդեպ ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականի մարտի 10-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նստաշրջանին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է հետևյալ բանաձևը Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին, որով կոչ է անում Ադրբեջանին բացառել հայկական ժառանգության օբյեկտներում ցանկացած միջամտություն, պահպանելու ժառանգության իսկական սկզբունքները, իսկ վերականգնումները կատարել այդ սկզբունքների համաձայն։ Այսինքն մեր ձեռքի տակ բազմաթիվ միջազգային օրենքներ, նորմեր, բանաձևեր կան։ Ինչ ենք անում մենք։ Խնդրեմ, ասեք։ Ցավոք սրտի այսօր ամբողջ այդ ոլորտի հետ կապված աշխատանքները, որը պետք է արվեր պետական մակարդակով, արվում է հասարակական նախաձեռնությունների միջոցով, ակադեմիական ձևավորված հարթակների միջոցով, արվում է մեր որոշ երկրներում իրոք նվիրյալ դեսպանների միջոցով, կատարվում է մայրաթոր Սուրբ Էջմիածնի Կիլիկիո կաթողիկոսության ջանքերով, բայց ոչ ամբողջական պետական մակարդակով իր ամբողջ դիվանագիտական կորպուսը եւ այլ խողովակները իր մեջ ներառած։ Իհարկե նաև պետք է նշենք մեր բարբերական մամուլի միջոցով հարցերը բարձրաձայնում եւ Հայաստանում եւ Սփյուռքում, Սփյուռքի մեր տարբեր կազմակերպությունները, տարբեր միավորումները, բայց դրանք քիչ են, քանի որ այդ ամենի հետևում չկա պետական համակարգված աշխատանք, չկա համապատասխան մոտեցում, չի օգտագործվում բոլոր այն հարթակները լիարժեքորեն, որպեսզի այս բոլոր հարցերը ներկայացվեն։ Եվ այն քաղաքարտերը, որոնք մեր ձեռքի տակ կան, օգտագործվեն։ Իսկ քանի որ նման քայլեր չի ձեռնարկվում եւ միջազգային հանրությունն էլ կազմակերպություններն էլ այդ հայտարարությունները, բանաձևերը ընդունելուց հետո, դատական որոշումները կայացնելուց հետո չի հաջորդում պատժամիջոցների փուլը, որոնք կզսպեին Ադրբեջանի այդ ցեղասպան քաղաքականությունը, այդ բանաձևերը, այդ որոշումները դառնում են արարողակարգային։ Այո, Բնույթ եւ ոչ մի էական ազդեցություն ցավոք սրտի չեն ունենում Ադրբեջանի վրա եւ մենք տեսնում ենք, որ Արցախում գործ ունենք 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանությունների մեկի հետ, որպեսզի այս ամենը լիարժեք գործի, պետական մակարդակով համապատասխան քայլեր պետք է ձեռնարկեն եւ անընդհատ պետք է տարբեր ձևաչափերի հանդիպումներում եւ մշակութային ժառանգության հետ կապված հիմնախնդիրը եւ Բաքվում պահող մեր ռազմագերիների անկախ նրանց կարգավիճակ, այսինքն ռազմաքաղաքական ղեկավարությունն են, քաղաքացիական անձինք են, թե մեր զինծառայողներն են, անկախ այդ ամենից, այդ հարցերը պետք է բարձրացնեն, որպեսզի
լիարժեքորեն կարողանանք մենք այն գործիքները, որ մեր տրամադրության տակ կան, օգտագործել եւ որոշակի արդյունքներ ունենալ, քանի դեռ այս համակարգված աշխատանք չկա եւ այս ամենը ընդամենը որոշ նվիրյալ անհատների խմբերի ուսերին է, մենք ունենք այս պատկերը։ Բնական է նման իրավիճակում, երբ որ պետական մակարդակով քայլեր չի ձեռնարկում, միջազգային հանրության կրավորական մոտեցումը լինելու է այսպիսին։ Իհարկե, եթե ունենայինք համակարգված լուրջ աշխատանք, ոչ թե նշածս միայն կառույցները եւ անհատակ որոշ դեսպաններ, որոնք իրոք դիվանագետ են եւ իրենց կոչմանը հավատարիմ են, այս է պատճառով են նաեւ որ մենք այս իրավիճակում ենք։ Իհարկե նաեւ աշխարհակաղակական իրողություններ կան, երբ որ էներգակիր ռեսուրսների շահերը, տարածաշրջանային կոմունիկացիաները վեր են դասվում մարդու հիմնարար իրավունքներից, այդ թվում նաեւ մշակութային ժառանգության, բայց դա չի նշանակում, որ պետական մակարդակով համապատասխան քայլեր չպետք է ծառայեն։ Շատ լավ, շնորհակալ եմ վերլուծության համար, այո, մի պետություն, մի իշխանություն, որը հրաժարվում է խոսել անգամ Արցախի վերադարձի մասին, գերիների մասին, հարցը հրաժարվում է բարձրաձայնել, առհասարակ Արցախը մոռացության է մատնել եւ խոսում են արդեն այն մասին, թե եթե խոսենք խաղաղությունը կխաթարենք, այս խայտառակ քաղաքական գիծ իրականացնող իշխանության օրոք մենք ոչինչի չենք կարող հասնել, բայց կարծում եմ հասարակական բոլոր ասպեկտներով տեղեկատվական, քարոզչական դաշտում մենք պետք է շարունակենք մեր ակտիվ աշխատանքը։ Շնորհակալ եմ, պարոն Ավանեսը, վերհիշեցնեմ իմ հայրենակիցներին, իմ հեռուստադիտողներին, որ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն էր այսօր իմ հյուրը հեռավար կապով ես զրուցում էի այն ահավոր ավերի մասին, որ Ադրբեջանը 44 վերապատերազմից սկսած առ այսօր շարունակում է ոչնչացնելով Արցախի մշակութային հոգևոր ժառանգությունը։ Լավ եղեք, կհանդիպենք։